ոչ մասնագիտական կառույցները Տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Միքայել Մելքումյանը փաստերով ու կոնկրետ հաշվարկներով է հակադարձում փաստերի ստուգման հարթակի Գագիկ Ծառուկյանի հնչեցրած թվերի վերաբերյալ հրապարակմանը։ Մարզային այցելություններից մեկում ԲՀԿ նախագահն ասել էր՝ Ռուսաստանից ամսական 150-ից 180 միլիոն դոլար տրանսֆեր է գալիս Հայաստան։ Ըստ ՖԻՊ-ի Ծառուկյանի ներկայացրած տվյալները ճշգրիտ չեն։ Հոդվածում մասնավորապես նշվում է, որ հայ միգրանտներից ընտանիքներին ուղարկվող գումարի ամսական չափը վերջին 26 ամիսներին մի քանի անգամ փոքր է հայտարարված ցուցանիշից եւ չի հատում 40 միլիոն դոլարի սահմանը։ Փաստերի ստուգման հարթակը կոպտագույն սխալ է թույլ տվել, ինչ որ թիվ մի աղբյուրից վերցնել ասել էս թիվը այսքան է, ուրեմն դա իրականության հետ որևէ աղերս չի կարող ունենալ, չի կարելի փաստերի ստուգման հարթակ հանդիսանալ եւ չստուգված մերկապարանոց հայտարարություն անել եւ թյուրիմացություն փորձել ստեղծել ամբողջ հասարակության համար։ Մասնագիտական գնահատական այն է, որ պարոն Ծառուկյանը շատ էլ ճիշտ նպատակակետին է ասել, մի բան էլ քիչ է ասել։ Դոկտոր պրոֆեսորի հակափաստարկներից մեկը Ռուսաստանից Հայաստան եկած տրանսֆերների վերաբերյալ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական թվերն են ու դրանց հիմամբ արված պարզ հաշվարկը։ Կենտրոնական բանկի կայքից թիվ է, որը 3.8 միլիարդ դոլար է 25 թվականին, երբ որ Ռուսաստանից փոխանցումներ եղել Հայաստան, եթե ելակետը վերցնում ենք 3.8 միլիարդը տարեկան եւ դա բաժանում ենք 12 ամիսների, մենք ստանում ենք 300 միլիոն դոլարից ավելի թիվ, հա։ Հիմա պետքա բաժանենք դրա որ մասը ինչ է իրենից ներկայացնում։ Մի մասը բանկային փոխանցումների միջոցով է, բայց մի ահռելի մեծ ծավալ դա գալիս է ձեռքով, այսինքն մարդիկ իրենց հետ բերում են։ Մելքումյանը նաև այլ հիմնավորում ու հաշվարկ է ներկայացնում։ Քանի աշխատանքային միգրանտ կամ քաղաքացի է գնում տարեկան Ռուսաստան աշխատելու։ Բայց եթե նույնիսկ մենք վերցնենք, որ դա 100-120 հազար մարդ է կամ 130 հազար մարդ է, ամենացածր թիվն եմ ասում տարեկան կտրվածքով անցած 1-2 տարիների ընթացքում, ապա եթե ամսականել մենք գնահատական տանք, որ 1000-ից 1500 դոլար են աշխատում, եթե ես վերցնեմ 1000-1500-ի միջանկյալը 1250 դոլար ամսական եւ դա բազապատկեմ 120-130 հազար մարդու, հենց ես արդեն կստանամ այդ 150-160 միլիոն դոլար ամսական կտրվածքով, հա։ Սա ես ասում եմ այն ինչ որ իրանք աշխատում են։ Հնարավոր է դրա մի մասը բանկային փոխանցումներով գա, այդ որ ասում 3.8 միլիարդի մեջ։ Հնարավոր է դրա մի մասը գնա կանխիկ եղանակով մարդիկ բերեն։ Այսինքն ինչն է տարօրինակը, շատ ավելի տարօրինակ է այն, որ այն փոքր թվերը որ ասում են, այսինքն բերել են քաղաքացիները, չգիտեմ, ինչքան ասեցին, տարեկան 100 միլիոն, թե տարեկան են ասում։ Իհարկե դա աբսուրդի ժանրից է։ ՖԻՊ-ն առանձնացրել է նաև դրամական փոխանցումների ոչ առևտրային զուտ ներհոսքը։ Նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունից մեր երկիր դրամական փոխանցումների ներհոսքի չափը տատանվում է 18-ից 40 միլիոն դոլարի սահմանում։ Գոյությունն է այսպես կոչված զուտ ներհոսք, այսինքն ինչքան է փոխանցվել եւ ինչքան է դուրս գնացել։ Հիմա շատ ներողություն։ Մարդը, որը գնացել է Ռուսաստան $1000 ամիսը աշխատի կամ $1500 իր ընտանիքին փոխանցի, որ կերակրվի այդ ընտանիքը, այդ փողը էլ ուր է հետ փոխանցում, այսինքն Ռուսաստանից մի հատ փոխանցում են այդ $1000 Հայաստան, ստեղից էլ այդ $1000 փոխանցում են ուրիշ տեղ, սա էլ է անհեթեթություն։ Կարող չգիտեմ ինչ պայմաններում հազվադեպ դեպքեր են։ Երբ որ մենք ասում ենք ոչ առևտրային, դա չի նշանակում, որ անպայման պետքա ֆիզանձը ֆիզանձի փոխանցի։ Կարող է նույն ֆիզանձը ունի անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ էստեղ, ինքը որպես ֆիզանց ընդեղից փոխանցում է անհատ ձեռնարկատիրոջը կամ հակառակ այնտեղ ունի ինդիվիդուալն է այսպես կոչված պրեդպերիացիա անհատ ձեռնարկատիր, դա փոխանցում է իր հարազատին ընտանիքի անդամին, այսինքն այստեղ է կառուցվածքը շատ մերկապարանոց կլինի, շատ պարզունակ կլինի, այսինքն տենց չի, որ անհատ ձեռնարկատերը ֆիզանց չի։ Մելքումյանն ասում է, պատրաստ է բանավիճել ցանկացած մասնագետի հետ, հիմնավորել իր ներկայացրած հաշվարկներն ու մասնագիտական վերլուծություն ներկայացնել, իսկ փաստերի ստուգման հարթակին կոչ է անում չմոլորեցնել հանրությանն ու հրապարակման հիմքում մասնագիտական հաշվարկներ ու փաստարկներ ներկայացնել։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։